Թերի Ջոնսի ֆիլմն է «Հոթել Ռուանդան»։ Օսկարակիր ռեժիսորը հայոց ցեղասպանության մասին «Փրոմիս» ֆիլմից առաջ արդեն ուներ մարդկային ողբերգության մասին հուզիչ պատմություն նկարելու փորձ։ Ֆիլմն այսօր երեկոյան 23:55 կլինի Արմենիայի եթերում։ Ամեն 5 շաբթի ցուցադրելով տարբեր ազգերի ողբերգությունների մասին պատմող ֆիլմերը, մենք ևս միանում ենք այս մեծ մարդասիրական շարժմանը եւ շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր պատմում են աշխարհին ցեղասպանությունների մասին։ Ավրորա մարդասիրական նախաձեռնությունն ու Արմենիա հեռուստաընկերությունն արդեն մի շաբաթ սկսել են մարդասիրական ֆիլմերի շարք, որը կտևի ևս 3 շաբաթ։ Ամեն 5 շաբթի ֆիլմերը կցուցադրվեն Արմենիայի եթերում։ IMDb կայքի մասին եւի գիտեք, այնտեղ կան ցանկեր տարբեր մասնակիցների կողմից կազմված։ Քննարկել ենք ինչ ֆիլմեր կարող ենք ցույց տալ, որոնք մարդասիրության թեմայի շուրջ լինեն եւ կապ ունենան Ավրորա մարդասիրական նախաձեռնության եւ Ավրորա մրցանակի գաղափարախոսության հետ։ Ավրորայի կինոմանները ամենահայտնի կինոկայքերում փնտրել են ու գտել ֆիլմեր, որոնք հեռուստադիտողին կպատմեն ցեղասպանությունների, փրկվածների ու նրանց օգնողների մասին 4 պատմություն։ Անցած շաբաթ ցուցադրվեց Սաուլի որդին, այսօր կցուցադրվի «Հոթել Ռուանդան» իրական պատմությունների հիման վրա նկարահանված ֆիլմ։ Այն Ռուանդայի ցեղասպանության ու Ռուանդա հյուրանոցի սեփականատիրոջ մասին է, որն իր հյուրանոցում թաքցնելով հազարավոր մարդկանց փրկում է։ Այս պատմությունը շատ նման է այն մարդկանց պատմություններին, ովքեր այս տարվա եւ նախորդ տարվա Ավրորա մրցանակի հավակնորդներ էին։ Հաջորդ 2-5 շաբթիները նույնպես կլինեն մարդասիրական ֆիլմերի ցուցադրության օրեր։ Կաննի արմավենու արժանացած Դիփան ֆիլմը Շրի Լանկայից Եվրոպա տեղափոխված ներգաղթյալի ողբերգության մասին է։ Վազիր տղա վազիր ֆիլմը Արմենիայի ու Ավրորա նախաձեռնության վերջին մարդասիրական ֆիլմն է։ Այն պատմում է համակենտրոնացման ճամբարից փախած տղայի մասին։ Բոլոր այս ֆիլմերն Ավրորա շարժման գլխավոր նպատակն են արտահայտում կինոժապավենի միջոցով։ Հայ ժողովուրդն մարդասիրական մրցանակով մարդասերների ու փրկվածների մասին պատմող ֆիլմերի ցուցադրությամբ եւս մեկ անգամ հայտնում է շնորհակալություն նրանց, ովքեր 100 տարի առաջ օգնել են մեզ։ Մանուիրիցյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։